Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտնվել է ստվերային վախ եւ բացահայտ քաջության միջակայքում, թեև հրապարակային խոսքով ԿՊԱ-ականները փորձում են վստահություն ներարկել հանրությանը, թե Փաշինյանի դիրքերն անվարան են, իրականում իշխանական կուլիսներում լարվածություն կա։ Օրաթերթի աղբյուրներից հայտնի է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տարբեր ձևաչափերում թեև փորձում են ծաղրել վարչապետի թեկնածուներին, իմպիչմենտի գործընթացը, այնուամենայնիվ նրանք միաժամանակ ունեն կանխատեսումներ, որ ամեն պահի կարող է պայթել իրավիճակը։ Դրա համար շատերի ընկալմամբ իմպիչմենտի գործընթացն իրենց սեղանին դրված թուղթ չէ, այլ տագնապի ազդանշան։ Օրաթերթին ասած տեղեկությունների համաձայն Փաշինյանն այս փուլում որոշել է խուսափել կտրուկ գործողություններից, նրանք կսպասեն զարգացումներին, մինչև կգնահատեն, թե վտանգն ինչքան է խորանալու։ Փաստ օրաթերթը գրում է. Նախորդ համարում մենք տեղեկացրել ենք, որ բավական բարդ իրավիճակ է ստեղծվել շինարարության վերանորոգման եւ կայունագործության նյութերի ներմուծման եւ վաճառքի ոլորտում։ Նշել ենք, որ անբարեխիղճ մրցակցության պատճառով հիմնական առաջատար ընկերությունները կանգնած են լուրջ դժվարությունների առաջ, քանի որ մի շարք ընկերություններ փաստացի շրջանցում են օրենքները, ներմուծումն իրականացնում են ոչ թե իրական, այլ նվազեցված կեղծ գներով, մյուս կողմից կան տեղեկություններ, որ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում կամ տրամադրում են ոչ ամբողջական արժեքի արձանագրմամբ, գրում է Փաստ օրաթերթը։